Բաքվի բանտում կտանքների ենթարկվող Ռուբեն Վարդանյանի կինը ուշագրավ մի պատմություն է պատմել Ռուբեն Վարդանյանի մասին, որը խիստ բնորոշ է շարունակական պայքարի մեջ գտնվող մարդու այդ կերպարին։ В одном из последних телефонных наших разговоров он попросил поделиться историей, которая с ним произошла, когда ему было 10 лет, и он упал с очень большой высоты и чудом остался жив. Сегодня я нахожусь в Арцахе. Պարզվում է, Ռուբեն Վարդանյանը 10 տարեկանում ընկել է բարձրությունից եւ ողջ կյանքում վախեցել է բարձրությունից։ Եվ ահա, 2002 թվականին նա որոշել է հաղթահարել վախը ու ցատկել ուղղաթիռից օդապարիկով։ Նա արել է դա նախապես խոստանալով գործընկերներին հաղթահարել իր վախը։ Կադրերում տեսնում ենք Վարդանյանի մտահոգ հայացքը թռիչքից առաջ, բայց նա վճռական գնում է թռչելու։ Նա Բաքվի բանտից խնդրել է կնոջը, որ այս կադրերը հրապարակի որպես պայքարի, համառության եւ չնահանջելու խորհրդանիշ։ Ահա մենք տեսնում ենք, թե ինչպես է ազատ ճախրում Վարդանյանն օդում։ Իդեպ, նա ավելի ազատ է Բաքվի բանտում իր հայտարարություններում մտածողությամբ, քան շատ իշխանականներ Նիկոլ Փաշինյանի կառավարության մեջ, իդեմս վարչապետի։